Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ մետրոպոլիտեն։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 գնացք, կատարողականը 100%։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ վերահսկողությանը մեկ հանձնարարական գալիք գործակարգավարական նիստերից մեկին խնդրում եմ տալ մետրոպոլիտենում արկա գովազդային վահանակների եւ առհասարակ տարատեսակ էլի տենց տեսողական աղբի հետ կապված զեկույց եւ մենք կարգավորեցինք քաղաքում գովազդի նոր ստանդարտներ ներմուծեցինք եւ այդ գովազդները մեծ ծավալով եւ անկանոն գնացին հայտնվեցին մետրոպոլիտենում մենք նախ արկա իրավիճակը կհասկանանք հետո դրանից հետո որոշումներ կկայացնենք կառավարման տեխնոլոգիաների կենտրոն Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումները տրոլեյբուսներում կազմել են 169,594, մետրոպոլիտենում 540,343, ավտոբուսներում 2,478,240, ընդամենը 3,188,177, նվազում ունենք 3,8%-ի չափով կամ 126,880-ով։ Չնայած այս փոքր նվազման ցուցանիշին, ինչը կարծում ենք պայմանավորված է սեզոնային գործոնով, եկող շաբաթվա ընթացքում կներկայացնեմ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատական, որտեղ կերևա, որ ընդհանուր բարձր ֆոնը պահպանվում է։ Շատ լավ, նախ եւ առաջ ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր հարցերին եւ առաջին հերթին մեր կապիտալ շինարարական աշխատանքներին, մասնավորապես տարբեր հատվածներում հիմնարար աշխատանքներին, որ արվում մաշին բարեկարգման վարչության կողմից, մեր այլ վարչությունների կողմից, օրինակ Ավետիսյան փողոցում արված աշխատանքները, որոնք որ իրապես ֆունդամենտալ էին տասնամյակներով այդ ծավալի աշխատանք խորքային տակի բոլոր ենթակառուցվածքների փոփոխությունով տեղի չեր ունեցել։ Բայց այնուամենայնիվ այդ ծավալի աշխատանքից հետո մենք այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ասֆալտի հարթությունը, ասֆալտի որակը, տեղ-տեղ այն հատվածներում, որտեղ որ կա դիտահորեր, այդտեղ ունենք խնդիրներ։ Ես գիտեմ, պարոն Թևոսյան, որ դուք աշխատանքը դեռևս չեք ընդունել, բայց սա շատ կարևոր խոսակցություն է եւ շատ կարևոր արձանագրում է։ Երբ որ մեր կապալառուները այդ աշխատանքը անում են, իրանք պետք է հասկանան, որ այդ ծավալի աշխատանքից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Այսինքն, այստեղ այնց պարտադիր չի, էլի մենք մի քանի անգամ ասենք ժողովուրդ ջան, ինչ որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջը այդ ծավալի աշխատանք անելուց այնա որ վերջում այն վերջին կետերը որ պետքա դրվեն դա իդեալական հարթության եւ որակի ասֆալտն է եւ սրանից հետո պարբերաբար երևի մենք չենք ընդունել դեռևս շտկումների ժամանակ ունեն բայց այնուամենայնիվ ի սկզբանե այս հատվածը բոլորին պետքա գրագետ կոմունիկացնենք նույնը վերաբերվում է մեր բոլոր մնացած աշխատանքներին տեսեք Կիևյան կամուրջում ահռելի ծավալի գործ է արվում ոնց որ թե լավ էլ մասնագետներ կան հենց կամուրջի մասով հանգարց եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու։ Այսինքն սա շատ կարևոր վերջին, բայց ամենակարևոր դետալն է։ Այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական ասֆալտապատման աշխատանք։ Սա այդպես։ Երկրորդ հարցը, որ